Գյումրիում կան բազմաթիվ վթարային և վթարավտանգ շինություններ։ Այժմ 1920 ընտանիք ապրում է 3-ից 4-րդ աստիճանի վթարային և վթարավտանգ բազմաբնակարան շենքերում, որոնց թիվը հասնում է 88-ի։ Նշված 88-ից առավել խոցելի են մոտ 12 բազմաբնակարանները, ասել է, թե ամեն րոպե առկա է ինքնափլուզման վտանգը։ Բացի այդ, նշված շինությունները գտնվում են գրունտային անբարենպաստ շերտի վրա։ Այս շենքերից ինքնափլուզում լինում է, բոլորը գիտեն, որ հատկապես Նժդեի 7 տեքստիլ կոմբինատի նախկին հանրակացարանի շենքը 4-րդ կարգի վթարայինություն ունի եւ մի ծայրամասից եւ բակի կողմից փլուզվելով առաջ է գալիս։ Հանրակացարանը գտնվում է սեփականատիրոջ հաշվեկշռում, պատկանում է սեփականատիրոջ, ոչ թե պետական շենք է կամ համայնքային, այնպես որ հանրակացարանի վերականգնումը պետական հոգադրության խնդիր չէ։ Պետական հոգադրության խնդիրը այդ հանրակացարանում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելը։ Վտանգ միշտ կա, շենքեր ունենք մոտ 1 տասնյակից ավել, որոնց վիճակը ավելի վատ է, քան մյուսների։ Շատ են նաև մասնավոր հատվածի վթարային շենքերը, պարզապես դրանք սեփական շինություններ են և պետության հոգացությունից դուրս, նշում է Հայաստանի սեյսմիկ ծառայության հյուսիսային մասնաճյուղի տնօրեն Սերգեյ Նազարեթյանը, հավելելով, որ կան նաև վթարավտանգ շինություններ, որոնք թեև բնակելի չեն, բայց վտանգավոր են շրջապատի համար։ Ցանկապատված է, մարդ չի մտնում, բայց երեխաներին արգելանք չկա այնտեղ մտնելու եւ Աստված չանի այդպես դեպքերը բացառված չեն։ Գործարանների շենքերը հատկապես բացարձակ անդերության են մատնված, ահավոր վատ վիճակում է գտնվում ամբողջ մսի կոմբինատի տարածքը, որովհետեւ շենքերը քանդվել են անդերության մատնվելու հետևանքով ինքնափլուզում այնտեղ սովորական բան։ Նշված 88 բազմաբնակարան վթարային և վթարավտանգ բնակելի շենքերի բնակիչների ճակատագիրն անորոշ է, քանի որ նրանք անօթևանի կարգավիճակ չունեն, իսկ նշված շենքերի ամրացման ու վերականգնման համար պետական ծրագրեր առայժմ չկան։ Մարզպետարանը լավ գիտի, քաղաքապետարանը լավ գիտի, Հայաստանի կառավարությունը լավ գիտի, մենք հաշվետվություն ենք կրել, այնտեղ դրված է ամեն շենքի մասին ինֆորմացիան, քանի հարկ է, ինչ տիպի շենք է, քանի բնակարան է, ինչքան մարդ է ապրում ու ինչ վիճակ է։ Ոչ թե անուշադրության հետևանքով է, այլ պետական միջոցներ չկա, որ ամրացնեն։ Կառավարությունը փորձում է լուծել անօթևան ընտանիքների բնակարանային հիմնախնդիրը եւ ընդունվել է հայեցակարգ, համաձայն որի մինչև 2013 թվականը Գյումրի քաղաքում անօթևան ընտանիքներ չեն լինի։ Այդ խնդիրը լուծելուց հետո կանդրադառնան վտարային բնակելի շենքերի ամրացման վերականգնման խնդրին։ Իրավիճակը այսպիսին է, փուլ առ փուլ է լուծվելու մեր քաղաքում քաղաքաշինական խնդիրները, կրկնում եմ, սկզբից լուծվելու է անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրը, հետագայում նաև ամրացման ենթակա շենքերի ամրացման աշխատանքներն են իրականացվելու։ Քաղաքաշինության վարչությունում նշում են, որ բնակելի բազմաբնակարան վթարային շենքերի մեջ քանդման ենթակա շինություններ չկան։ Ոլորտի մասնագետների կարծիքով այդ շենքերի համար լավագույն լուծումը ամրացումն ու վերականգնումն է։ Հայտնի է, որ այս շենքերի ամրացման ու վերականգնման աշխատանքները կարող են սկսվել 2013 թվականից, սակայն արդյոք անգամ այդ նշված ժամկետը իրատեսական է, թե ոչ, դժվար է ասել։ Իսկ մինչ այդ մասնագետների հավաստմամբ գնալով մեծանում է ինչպես նշված շենքերի ինքնափլուզման վտանգը, այնպես էլ վթարային աստիճանը։ Տիրուհի Ալեքսանյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։